Ըստ խնդրի Արփինեն խանութից գնեց 3 հատ 500 դրամանոց գրիչ և 2 հատ 700 դրամանոց տետր։ Եթե նա ուներ 5000 դրամ, ապա քանի հավելյալ գրիչ նա կարող էր գնել։ Շատ լավ։ Ահա մեր տետրը, որը արժե 700 դրամ, և գրիչը, որը արժե 500 դրամ, ու գիտենք, որ ընդհանուր Արփինեն ուներ 5000 դրամ։ Նախ եկեք հասկանանք, թե ինչքան գումար է Արփինեն ծախսել այդ ամեն ինչի ընթացքում։ Դա թող լինի մեր քայլ 1-ը։ Ահա ինչքան է ծախսել։ Դե դրա համար պետք է ուղղակի տեսնել, թե ինչից ինչքան է նա գնել։ 3 հատ 500 դրամանոց գրիչ և 2 հատ 700 դրամանոց տետր։ Ուստի ընդհանուրն է 3 անգամ 500 գումարած 2 անգամ 700 հավասար 1500 սրա արժեքն է, 1400 մյուսի արժեք, ուստի 2900 դրամ։ Ահա Արփինեն խանութ գնալու ժամանակ ծախսել է 2900 դրամ։ Հետևաբար նրա մոտ մնաց, եթե ամենասկզբում 5000 դրամ էր, ապա 5000-ից մնաց այդ 2900-ը, ինքն 2100 դրամ։ Դե իսկ քայլ 2-ն էլ ուղղակի պետք է մենք գտնենք, թե 2100 դրամով քանի հավելյալ գրիչ նա կարող էր գնել, այսինքն 2100 դրամի արժեքը քանի հատ գրիչի է բավարարում։ Քանի գրիչ կարելի է գնել ահա 2100 դրամով։ Ինչը իրենից ենթադրում է, որ մենք պետք է 2100-ը բաժանենք գրիչի արժեքի վրա, այսինքն տեսնենք քանի հատ 500 կարող է տեղավորվել սրա մեջ։ Ու արդյունքում մենք ունենք 4 ու 100 մնացորդ։ Հետևաբար, դե այս 100 դրամով ինչ անել չի կարելի, 4-ն էլ ցույց է տալիս, թե քանի հատ 500 է տեղավորվում, որտեղից էլ ստանում ենք, որ 4 գրիչ կարող է գնել հավելյալ։ Ահա գնել։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հետ շատ բան չկար այստեղ ֆայլերի մեջ։ Դա առաջին կարևոր կտորը հասկանալ, թե որը ինչ արժե եւ ինչքան գումար է նա ծախսել այդ ընդհանուր գնումների վրա, ու այնուհետև հասկանալ, թե ինչքան գումար է Արփինեի մոտ մնացել, ինչ արեցինք ուղղակի իր ունեցած գումարի անելով ծախսածը, ու դրանից հետո այս 2100-ն էլ բաժանելով 500-ի, մենք տեսանք, թե 2100-ի մեջ քանի հատ 500 կարող է տեղավորվել եւ ամեն մի 500-ը մի գրիչի արժեք էր։ Ուստի այդ տեղավորված 500-ների քանակն էլ ցույց է տալիս մեր գրիչների քանակը, որոնք կարող են գնել։ Ստացվեց 4 եւ 100 մնացորդ, դե այս 100 մնացորդով ոչինչ անել չէր կարելի, որովհետեւ գրիչը արժեր 500 դրամ, որտեղից էլ ստացվեց, որ Արփինեն կարող է խանութից 4 հավելյալ գրիչ գնել։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։